ինձ թվում է մեր հիմնական հարցը այսօր ոչ թե յուրաքանչյուրս պետք է քողարկվենք այս կամ այն հարցի շուրջ մեր եսը բարձրացնենք, այլ այսօր երևի թե վերջին հնարավորությունն է մեզ տված մեր երկիրը, մեր հայրենին մեր հայրենիքը ներկայացնեն այնպես, ինչպես պետք է։ Իսկ մնացած խնդիրները, որ այսօր ասում են, սա լուծեցինք, դա ներքին մեր խոհանոցն է, մենք պարտավոր ենք լուծելու։ Այսօր մեր ամենակարևոր հարցը Հայաստանն է։ Ոչ թե անձերը, ոչ թե ամբիցիաները, ոչ թե քաղաքական հաշվարկները, այլ Հայաստանը։ Մեր պետությունը, մեր տունը, մեր ժողովրդի ապագան։ Եթե ուզում ենք, որ հայ ժողովուրդը շարունակի ապրել իր հողի վրա, խոսել իր լեզվով, որոշել իր ճակատագիրը, ապա պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն։ Ժողովրդի ազատությունն ու անվտանգությունը սկսվում են սեփական պետությունից։ Պետությունը ժողովրդի կազմակերպված կամքն է պաշտպանելու իրեն, իր արժանապատվությունը, իր վաղվա օրը։ Պետություն չունեցող ժողովուրդը միշտ կախված է ուրիշների կամքից, ուրիշների շահերից, ուրիշների որոշումներից։ Այսօր Հայաստանը անկախ պետություն ունի, դա մեր ժողովրդի պատմական ամենամեծ ձեռքբերումներից է։ Բայց ցավալին այն է, որ նույնիսկ հիմա կան մարդիկ, ովքեր փորձում են համոզել, թե հայը միայն որևէ կայսրության հովանու տակ կարող է գոյատևել, թե անկախ Հայաստանը վտանգավոր է, իսկ կախվածությունը անվտանգություն։ Սա պարտված մտածողություն է, սա քաղաքական եւ ազգային ինքնագիտակցության խորը դեգրադացիա է, երբ մարդը դադարում է հավատալ սեփական պետությանը եւ սկսում է իր ապագան փնտրել ուրիշի ստվերի տակ։ Ահա թե ինչու այսօր կան մարդիկ, ովքեր դուրս են եկել Հայաստանի դեմ, որովհետև նրանք չեն հավատում, որ հայ ժողովուրդը կարող է ինքնուրույն, արժանապատիվ եւ ազատ պետություն ունենալ։ Բայց մենք հավատում ենք։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է լինել ուժեղ, անվտանգ, զարգացած եւ ինքնիշխան պետություն, եւ հենց դրա համար այսօր պետք է մի կողմ դնենք մեր անձնական վիրավորանքները, մեր եսը, մեր փոքր շահերը եւ լծվենք մեկ մեծ գործի, հայկական պետականության ամրապնդմանը, որտեղ այսօր չկա ավելի կարևոր բան, քան Հայաստանի պետականության հարատևությունն ու հայ ժողովրդի հավերժությունը։ Եթե հավատում ես, որ Հայաստանը պետք է լինի անկախ, ուժեղ եւ ինքնիշխան պետություն, եթե ուզում ես իրական պետական մտածողությամբ պատասխանատու եւ արժանապատիվ քաղաքականություն, ապա միացիր մեզ, քվեարկիր հանուն Հայաստանի պետականության, հանուն ազատ ու արժանապատիվ ապագայի, հանուն ընդդիմափոխության եւ պատասխանատու քաղաքականության, քվեարկիր հանուն հանրապետության, համար 18